Ես սիրուն կուրտկեն նորոգել եմ։ Հեսա ցույց կտամ ինչ եմ արել ես իրա հետ, ինչն էր վնասված եւ ինչ եմ արել։ Այս մեջքի հատվածը ինքը արդեն այդ մատերիալը արհեստական կաշին սկսել էր թափել։ Ինքը ճիշտ ասած բավականին այսպես կաշվի աննման, շատ լավ մոդել է։ Այս մեջքի հատվածը տեսեք, ես եմ արել, ճիշտ ասած, որպեսզի հենց իր մատերիալից անեմ, իր վրայից հանեցի, որպեսզի բացարձակապես չտարբերվի։ Հիմա ցույց կտամ, որ մասից եմ հանել։ Այս հատվածից եմ հանել, հայերեն չգիտեմ ոնց կկոչվի, պատբորտի հատվածից եմ հանել, երկու կողմից էլ հանել եմ, որպեսզի կարողանամ ստանամ, այս մեծ դետալը կարողանամ ստանամ, դրա համար ինքը այդպես կենտրոնում կար ունի։ Մի խոսքով, նույնպես նորոգել եմ վարատնիկը, տեսեք, վարատնիկը ճիշտն ասած այն շփող հատվածը բավականին էսպես էլի արհեստական կաշվի այդ վրայի հատվածը թափվել էր, շրջել եմ իրան, այդ մաշված հատվածը կտրել հանել եմ ու փոխարինել եմ այելի այդպես կտորով, ուրեմն վարատնիկը շրջելուց հետո հասկացա, որ այդ հետևի մասն էլ ճաքեր ուներ ու տեսեք թե ինչ եմ արել ես իրան, որպեսզի այդ ճաքերն էլ փակեմ ու մարդը կարողանա իր կուրտկան հագնի, նախ կընդունի որպես լիովին նորոգված եւ հանգիստ կարող է հագնել։ Տեսեք, վարատնիկը ինքը բաղկացած է այս կտորից ու այս մեկը։ Այս հատվածը ուրեմն բավականին ճաքճքված էր, ես այս կտորը քանդեցի ու բարձրացրի վերև։ Սա մեր կուրտկայի արդեն ավարտուն տեսքը։ Եվ ընդհանրապես կուրտկաները միշտ արհեստական կաշվե կուրտկաները իհարկե հիմնականում սկսում են մաշվել հենց վարատնիկից ու այդ մեջքի հատվածից։ Եվ դա հետևանքն է սխալ կախելու։ Իրան պետքա միշտ կախիչի վրա կախես։